Տարվա ընթացքում արդեն 4-րդ հանցավոր զանգերի կենտրոնի գործունեությունն է կասեցվել Հայաստանում։ Նոյեմբերի 20-ին քրեական ոստիկանության եւ քննչական կոմիտեի աշխատակիցներն իրականացրել են անսպասելի խուզարկություն։ Արդյունքում բացահայտելով Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործող հանցավոր կոորդինացիոն կենտրոնը։ Տեղեկությունը կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչություն էր ստացվել ավելի վաղ։ Եվ հետագա համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձիկ վարձակալել են գրասենյակային տարածք, կահավորել այն որպես հանցավոր զանգերի կենտրոն եւ համակարգչային խոշոր հափշտակություններ են իրականացրել։ Հանցավոր խմբի անդամները հատուկ քողարկել էին տարածքը, ներդրել անվտանգության միջոցներ եւ նույնիսկ կազմակերպել վերապատրաստման դասընթացներ հավաքագրված անձանց հանցավոր սխեմաները սովորեցնելու համար։ Նրանց հիմնական թիրախը օտարերկրյա քաղաքացիներն էին, որոնց ֆինանսական միջոցները հափշտակվում էին ինտերնետային զանգերի եւ հեռահար հասանելիությամբ համակարգիչների միջոցով։ Չնայած խմբի զգոնությանը եւ անգամ համակարգիչներում ապացույցները արագ ոչնչացնելու նախապես պատրաստված ուղեցույցին, իրավապահներին հաջողվել է անակնկալ մտնել տարածք եւ ապահովել էլեկտրոնային կարևոր ապացույցների անվտանգ հավաքագրումը։ Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր օտարերկրյա քաղաքացիներ եւ մեծ քանակությամբ տեխնիկա։ Ոստիկանության եւ քննչական կոմիտեի համատեղ գործողություններով հաջողվել է բացահայտել եւ կասեցնել հերթական այս տարվա ընթացքում արդեն 4-րդ հանցավոր զանգերի կենտրոնը։ Խուզարկությունը Արաբկիրի վարչական շրջանում գործող գրասենյակային տարածքում իրականացվել է նոյեմբերի 20-ին անսպասելի ձևաչափով, ինչը մեծապես ապահովել է հատուկ միջոցառման արդյունավետությունը։ Հանցավոր կենտրոնի մասին տեղեկությունը կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ստացել էր ավելի վաղ։ Վարչության պետ Հայկ Մկրտչյանի փոխանցմամբ համայնքային ոստիկանության ծառայողների հետ անցկացված համատեղ աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ վարձակալել են տարածք, այն կահավորել որպես զանգերի կենտրոն եւ կազմակերպված ձևով իրականացնում են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։ 2025 թվականի ընթացքում 4 զանգերի կենտրոններ, որ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կողմից բացահայտվեց։ Մեր ամենօրյա աշխատանքները կատարելու ընթացքում մենք տեղեկատվություններ ստացանք, որ Արաբկիր վարչական շրջանում անձինք վարձակալել են բիզնես նշանակության տարածք, այսպես ասած, կամ կոմերցիոն նշանակության եւ այդ տարածքում կահավորել են համակարգչային տեխնիկայով, ներգրավել են տարբեր անձանց եւ զբաղվում են հանցավոր գործունեությամբ, այսինքն զանգարում են տարբեր քաղաքացիների, առաջարկում են ներդրումներ կատարել, այնուհետև հափշտակում են այդ ներդրված գումարները։ Ամբողջ գործունեությունը կրում էր հանցավոր բնույթ, բնականաբար ցանկացած տեղեկատվություն, որը որ ստացվում է ոստիկանությունում, հենց օպերատիվ հետախուզական միջոցառումներով ստուգվում են այդ տեղեկատվության իսկությունը։ Մեզ շատ կարճ ժամանակահատվածում հաջողվեց պարզել, թե ովքեր են կանգնած այդ զանգերի, հանցավոր զանգերի կենտրոնի գլխում, ինչ անձին կան ներգրաված, ովքեր են աշխատում եւ յուրաքանչյուր անձ ինչ դերակատարություն ունի տվյալ զանգերի կենտրոնում։ Այնուհետև կրկին ձեռնարկած միջոցառումներով մենք կարողացանք պարզել, թե ինչ հարթակների միջոցով էին հիմնականում ներգրավում քաղաքացիներին, ինչ ծրագրային ապահովումներ էին վերջիններս օգտագործում այդ զանգերը կազմակերպելու համար, ինչ սերվերային համակարգերում էին տեղադրված այդ հարթակները եւ եկամուտները որպես ֆինանսներ, ինչ միջոցներով էին ստանում։ Այնուհետև այդ ամբողջ տեղեկատվություն ստանալուց հետո պատշաճ ձևաչափով հաղորդում ներկայացվեց քննչական կոմիտե եւ քննչական կոմիտեն նախաձեռնեց քրեական վարույթ եւ այդ քրեական վարույթի շրջանակներում արդեն քննչական կոմիտեի մեր գործընկերների հետ համատեղ իրականացրեցինք խուզարկություն, որի հիմնական նպատակն է հավաքել հավելյալ ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկատվություն, կասեցնել նշված հանցավոր կենտրոնի գործունեությունը եւ այդ հանցավոր զանգերի կենտրոնի մեջ աշխատող անձանց ենթարկել քրեական պատասխանատվության։ Հանցավոր խմբի անդամները հատուկ անվտանգության միջոցներով քողարկել էին տարածքը, խուսափել իրավապահների տեսադաշտից, հավաքագրել նոր անդամներ եւ անցկացրել վերապատրաստումներ, որպեսզի վերջիններս կարողանային ինտերնետային զանգերի եւ հեռահար մտքով համակարգիչների միջոցով օտարերկրյա քաղաքացիներից հափշտակել գումարներ։ Հայտնի է դարձել նաեւ, որ Հայաստանում գործող
գործող նմանատիպ հանցավոր խմբերը փոխկապակցված են այլ երկրների նույն մեխանիզմով աշխատող կիբերհանցավոր ցանցերի հետ, որոնք թիրախավորում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Օպերատիվ հետախուզական լայնածավալ գործողությունների արդյունքում իրավապահները պարզել են խմբի անդամների ամբողջ կազմը, նրանց դերաբաշխումը, կիրառվող կեղծ հարթակների տվյալները եւ հափշտակված գումարների տեղափոխման համար օգտագործվող կրիպտոպանակների հասցեները։ Բացահայտվել է նաև, որ խմբի անդամները մշակած են ունեցել համակարգիչներում եղած ապացույցները արագ ոչնչացնելու հստակ ցուցումներ։ Նշված զանգերի կենտրոնը 1-2 տարուց ավել իր գործունեությունը ծավալել է, թիրախավորել է 1000-ից ավել քաղաքացիներին եւ վնասի չափը, ասած վնասի չափը գերազանցում է մի քանի միլիոն դոլար։ Քննչական կոմիտեն այս պահին իրականացնում է վարույթային անհրաժեշտ գործողություններ խմբի բոլոր անդամների քրեադատավարական կարգավիճակը պարզելու նպատակով։ Միաժամանակ քրեական ոստիկանությունը համագործակցում է օտարերկրյա գործընկեր կառույցների հետ տուժած քաղաքացիների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համար։ Իրավապահ մարմինները ընդգծում են, որ նման կորպորատիվ ձևաչափով գործող հանցավոր կազմակերպությունների բացահայտումը շարունակական է եւ հորդորում են քաղաքացիներին զգուշությամբ վերաբերվել կասկածելի կազմակերպությունների աշխատանքային առաջարկներին, քանզի նման զանգերի կենտրոնների գործունեությանը մասնակցելը անխուսափելիորեն բերում է քրեական պատասխանատվության։ Ցանկացած զանգերի կենտրոն բացահայտումից հետո մենք հույս ենք ունենում, որ այդպիսի զանգերի կենտրոնների գոյությունը Հայաստանի Հանրապետությունում գոնե կբացառվեն եւ չեն լինի անհատներ, որոնք կփորձեն ստեղծել այդպիսի զանգերի կենտրոններ, այսինքն մեր բացահայտումները վերջիններիս համար ազդակ կլինեն, որ Հայաստանի Հանրապետությունում չպետք է ծավալել հանցավոր գործունեություն, սակայն ցավոք սրտի այս 4 զանգերի կենտրոնը վառ ապացույց էր, որ ոմանց այդ ազդակները չեն հասնում եւ շարունակում են իրենց գործունեությունը ծավալել։ Նրանք հետագայում եւս չի բացառվում, որ լինեն զանգերի կենտրոններ եւ մենք ունենք նմանատիպ տեղեկատվություններ մի շարք զանգերի կենտրոնների մասով։ Այդպիսի զանգերի կենտրոնները միշտ որևէ ձևով նոր աշխատակիցներին փորձում են շահագրգռել, նրանց երաշխիքներ են տալիս, որ իրավապահ մարմինները ոչ մի կերպով իրենց մասին չեն կարող տեղեկություն ունենալ կամ իրավապահ մարմինները նրանց չեն կարող բացահայտել, սակայն ցանկանում եմ վստահեցնել բոլորին, որ բոլոր այդպիսի զանգերի կենտրոններին մենք այցելելու ենք եւ այդ կազմակերպիչները եւ մասնակիցները յուրաքանչյուր իր մասնակցության չափով օրենքի առջև կրելու է պատասխանատվություն։ Եվ այն քաղաքացիներին, ովքեր որ ունեն նմանատիպ տեղեկատվություն որևէ զանգերի կենտրոնի մասին, խնդրեմ այդ տեղեկատվությունը փոխանցել իրավապահ մարմիններին, որովհետև հանցավորության դեմ պայքարը թեպետ իրավապահ մարմինների գործն է, այսպես ասած, սակայն պետք է միասին պայքարենք քրեացին տարերի դեմ։ Չնայած այն հանգամանքին, որ հանցավոր զանգերի կենտրոնը հիմնականում թիրախավորել էր օտարերկրյա քաղաքացիներին, դրա վերացումը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության համար։ Բանն այն է, որ նման կազմակերպությունների օտարերկրյա անդամները իրենց հերթին կարող են նույն մեխանիզմներով թիրախավորել արդեն մեր քաղաքացիներին, ներգրավելով Հայաստանում գործող փոխկապակցված հանցավոր ցանցերին։ Ուստի յուրաքանչյուր նման հանցախմբի չեզոքացումը ոչ միայն կանխում է մեր երկրի տարածքում իրականացվող միջազգային կիբերհանցագործությունները, այլ նաև արագորեն նվազեցնում է ռիսկը, որ օտարերկրյա խմբավորումները կշարունակեն վնաս պատճառել մեր քաղաքացիներին։ Բայց ամենակարևորը, հանցագործություն է, անկախ նրանից այն ուղղված է հայ թե օտարազգի քաղաքացու դեմ։ Իրավապահ մարմինների առաջնային խնդիրն է կանխել ցանկացած հանցատեսակ, որը վնաս է հասցնում մարդկանց ֆինանսական, տեղեկատվական կամ անձնական անվտանգությանը։ Հենց այդ սկզբունքն է, որ գտնվում է այս գործողությունների հիմքում՝ պաշտպանել յուրաքանչյուրին անկախ նրա քաղաքացիությունից։